Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, եթերում անկաշկանդ զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես դիմում եմ մեր այն հարգարժան բարեկամներին, որոնք հետևում են մեր One Talk YouTube-յան ալիքի թողարկումներին, բայց դեռ չեն հասցրել հանգամանքների բերումով սեղմել զանգակոճակը եւ բաժանորդագրվել մեր ալիքին, ընդամենը սեղմել զանգակոճակը, բաժանորդագրվել One Talk YouTube-յան ալիքին, որի համար հայտնում եմ իմ կանխավ շնորհակալությունը։ Այսօր մեր տաղավարում է Armenpress պետական գործակալության ֆոտոյի եւ վիդեոյի բաժնի խմբագիր, լուսանկարիչ Գևորգ Պերկոպերկյանը։ Գևորգ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը եւ եկել եք մեր տաղավար։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն հրավերի համար, փառք Աստծո։ Հա։ Գևորգ, ինչի լուսանկարչությունը, ավելի հանգիստ, անշարժ, անփորձանք մասնագիտություն չկար, որ կարող էիք ընտրել ու ձեզ համար ավելի հանգիստ եւ հանդարտ կյանքով ապրել։ Պրովոկացիոն հարց 1։ Լուսանկարչությունը այն արվեստային ժանրերից է, որը ինքը ապրելակերպ է, երևույթի երբ որ սկսեց հետաքրքրվել լուսանկարչությամբ ու չկարողացա հետ կանգնել այդ լուսանկարչությունից, ինչի լուսանկարչությունը, ես միշտ մտածել եմ, որ զբաղվեմ պատմությունով, պատմություն ուսումնասիրելու ժամանակահատվածում, երբ որ անընդհատ ինչ-որ բաներ էի կարդում, գրքեր էի թերթում եւ այլ, ես նկատեցի, որ շատ վատ լուսանկարներ են մեր պատմական այդ գիտական գրքերի մեջ, ինձ հետաքրքրեց ոնց ինչի այդքան վատ, երբ որ աշխարհով մեկ խոշորագույն հայ լուսանկարիչներ կան, հետո մի փոքր ավելի հետաքրքրվեցի եւ հասկացա, որ նույնիսկ Հայաստանում բավականին լավ որակի եւ ասենք բավականին լավ զարգացած է լուսանկարչությունը, ինձ հետաքրքրեց ինչի էլի, որ ասենք այդ գրքերի մեջ չկան լավ լուսանկարներ։ Եվ որոշեցի այտենց որ գրքեր ուսումնասիրելու հետ որպես լավ հոբի ուսումնասիրել լուսանկարչությունը։ Նամանավանդ, որ ունեին ընկերներ, որոնք արդեն սովորում էին ռեժիսորներ էին կամ լուսանկարիչներ էին, օպերատորներ էին, սովորում են, ես մի փոքր էդի ոնց որ ինձ ստիմուլ հանդիսացավ, որ ես ուսումնասիրեմ լուսանկարչությունը։ Երբ որ ուսումնասիրեցի, ես հասկացա, որ այն ինչով որ ես ուզում եմ զբաղվեի, պատմությամբ, եթե սկսեմ լուսանկարել, գրեթե նույն բանն է, որովհետև այն պահից հետո, երբ որ դու մատը անում ես այդ կոճակի վրայից, որը աշխատացնում է փակաղակը, դա արդեն պատմություն է։ Եվ վատ որակն է, էլի ձեզ ստիպել, հա, վատ որակը չի ստիպել, ուղղակի ինձ հետաքրքրություն։ Հա, ու ինձ համար այդ բաներ, որը անընդհատ ես հետաքրքրում են ու պատմամշակութային հուշարձանները, որտեղ սիրում եմ պատմությունը, հետաքրքիր էր ինձ այդ ամեն ինչը, ու ես սկսեցի շատ նկարել։ Իդեպ միակ ժանրը, որը ես որոշել էի, որ սովորել եւ ավարտել եմ մանկավարժականի գեղարվեստական լուսանկարչության բաժինը, միակ ժանրը, որ ես որոշել էի, որ երբևէ չեմ անդրադառնա, դա ֆոտոժուրնալիստիկան էր, ու ոնց որ ինձ տարիներ անց գեներիցս մեկը հիշեցրեց, ասեց, ով որ ուզում էր չզբաղվել, հիմա դու Armenpress-ում խմբագիր ես արդեն։ Ես հասկացա, որ երևի ես տարիների ընթացքում հիմա ինչ-որ նկարում եմ, աշխատել եմ տարբեր ժանրերում, բայց վերջի մոտավորապես 14 տարին աշխատում եմ լրատվության մեջ, ու հասկացա, որ երևի դա իմն է, չեմ հրաժարվել մնացած ժանրերից, այսինքն գովազդային լուսանկարաններ, տաղավարային։ Պատմաբան դառնալու հեռանկարից էլ դեռ չեք հրաժարվել, քանի որ սարսափելի երիտասարդ եք, ձեր մոտ ամեն ինչ արջերում է։ Ինձ թվում է, ես հիմա ինչ անում եմ, արդեն պատմություն է շատ բաներ, դրա համար համարում եմ, որ ինչ-որ չափով ոչ թե պատմաբան եմ, այդ պատմությունը ժամանակագիր եմ սենց ասած։ Այո, պատմության տարեգիրն եք, ժամանակագիրն եք, հա, ճիշտ ասեցիք։ Ժամանակը ժապավենի վրա, ժամանակին մի այդպիսի գործ կար, ես կասեմ նաև ձեր արվեստը որակելու առումով, բայց պրովոկացիոն հարցերի շարքը շարունակենք։ Այսօր մենք պրովոկացիաներով ենք գալիս, հետո արդեն կտեսնենք ինչ ենք անելու։ Օրինակ, իգական սերի ներկայացուցիչների թվականակը, որքան ես եմ նկատում, վերջերս շատացել է լուսանկարչության ոլորտում։ Ինչի՞ց է դա այդպես։
Դրան կա երկու պատճառ, նախ տարիներ առաջ մեզ հետաքրքրեց այդ, որտեվ երբ որ սկսում ես շուրջդ նայել, ու նկատում ես, որ գնալով ոչ թե արական սեռի լուսանկարիչներն են ավելանում, այլ հենց իգական սեռին են սկսել ակտիվ անել, նույնիսկ տղամարդուն են ոնց որ ասում են պալոշ ինքը չէ, այստեղ խնդիրը սենց է, սրանում է կայանում, որ ուրեմն ինչի առաջ չեն զբաղվել, նախ մենք սկսեցինք հետաքրքրվել այդ հարցով։ Բանից պարզվեց, որ բոլորը տեսած կնեք կամերա օբսկուրայից սկսած մինչև անցած դարի 60-ականները բավականին մեծ էին ապարատները, լուսանկարչական սարքերը բավականին մեծ էին, ծանր էին, տեղաշարժելը, հետո վերցնել միտեղ գնալը։ Նրանից հետո սկսեցին ավելի գնալ կոմպակտ դառնալ, ավելի փոքր չափսերի դառնալ, բայց ինչքան այդ չափսը փոքրանում էր, իրենք օբյեկտիվների հետ լինզաները իրանք բավականին ծանր են, մանավանդ լավ որակի լինզաները բավականին ծանր են։ Դե աչքերքն խորամանկ են, տեսան որ թեթևա բանը։ Հիմա արդեն գնալով տեխնիկան թեթևացավ, հիմա այս վերջի տարիներին ընդհանրապես որ հայլայինները դուրս եկավ առանց հայլի, այսինքն mirrorless տարբերակներն եկան, բավականին թեթևացավ եւ այսինքն ավելի կոմպակտ դարձավ։ Այնքան նույն ֆունկցիան անում ինչ որ շատ ավելի մեծ ապարատներ, բայց ավելի կոմպակտ է եւ այդ կոմպակտությունը ստերեոթիպի արտադրողներն էլ հասկացան ինչ թիրախի վրա աշխատեն ու ավելի շատ արտադրում են, այսինքն նույն տարբերակը լինում է կոմպակտ եւ ավելի մի փոքր մեծ ու ըստ դրանից աղջիկները շատացան եւ ամենահետաքրքիր բաներից մեկը որ ինչի հենց կանանց մոտ եվրոպացի հետազոտողների մի խումբ մոտ 6 ամիս հետազոտել է տարբեր լրատվական գործակալությունների, ստուդիաներում, ֆոտոատելյաներում այդ աշխատող աղջիկների կանանց այդ լուսանկարները ու փորձել հասկանալ ինչի է կանանց այդ աղջիկների մոտ այդ ինչ են մարդիկ ավելի ուշադիր հետաքրքրությամբ դիտում։ Ուրեմն բանից պարզվեց հետևյալ մի հանգամանք, որ գոյություն ունի դե լուսանկարությունը եկել է գեղանկարությունից։ Հիմնականում տղամարդ տարական սեռի լուսանկարիչները պահում են գեղանկարչության կամ լուսանկարչության դասական կանոնները։ Շատ նույնիսկ երևի ենթագիտակցորեն է, չգիտեմ, երևի ինչ է։ Կանանց մոտ էդի տենց չի իրանք նկարում են այդ պահին ոնց իրենց հարմար է։ Շատ քչերն են որ պահում են կանոնները։ Եվ մարդիկ, որոնք գնալով կյանքն արագանում է, ամեն ինչ այս սոցիալական կայքերը։ Կներեք, էլի տղամարդը հենց հոգով ներքին ներաշխարհով է նկարում, կինը հենց մի քիչ ավելի հոգով ներքին աշխարհով, այլ գոյություն ունեն ինչ-որ կանոններ, որոնցով ասենք կոմպոզիցիոն կանոններ, էքսպոզիցիոն կանոններ, շատ ավելի ոնց որ նորարարական բան եկավ կանանցից ու մարդկանց մոտ հետաքրքրություն առաջացրեց կանանց նկարածները, լուսանկարները, ինչի համար, որովհետև իրանց մոտ դա սենց ասեմ, ավելի ուրիշ աշխով էր, ուրիշ ռակուրսից էր, վիզուալ, հետաքրքիր էր ուղղակի, հա, ուղղակի հետաքրքիր էր, դրա համար նո սկսեցին ավելի պատվերներ, ավելի, չգիտեմ, զարգանալ, ավելի առաջ գնալ, հիմա որ ուղղակի երբ որ դաշտ ուսումնասիրում ես, ցանկացած մեկը որ տալիս է, ասենք, լուսանկարչական չգիտեմ, ինչ-որ խմբակներ ապահում եւ այլ, մեկ-մեկ որ տեսնում ընկերներս են նայում եմ, այդ ավարտական դիպլոմներով ինչ-որ նկարներ են դնում, երբ որ ուշադրություն ես դարձնում, անպայման խմբի մեծ մասը իգական սեռի են։ Իդեպ առիթ եղել է տարբեր ժամանակ, որ չգիտեմ, ասենք ինչ-որ խմբակներին, ու որպես, ասենք չասեմ, որպես master class, այլ որպես տենց ինչ-որ մի ժամ օգտել դասախոսության նման մի բան կա։ Դուք մեր հաջորդ հարցին, էլի հաջորդ պրովոկացիոն հարցին, այսինքն կարող է դուք եք նպաստել, որտեվ անկեղծորեն ոչ թե ինչ որ կեղծ հաճոյանք եմ անում, այլ իրականում գնահատում եմ ձեր աշխատանքը տարիների, արդեն բավականին լուրջ պատկառելի ստաժ ունեք, աշխատանքային փորձ ունեք այս բնակավարում, կարող է նաև դասավանդում եք ռուս-հայկական համալսարանում։ Եվ կարող է դուք եք իգական սերի մղումը դեպի լուսանկարչություն այսպես ավելացրել շատացրել։ Չէ, ուղղակի sense, ռուսայկական համալսարանում ես հիմնականում ես չեմ համարում, որ դասավանդում եմ, այլ ավելի շատ օգնում եմ այդ երկու բաժնում եմ դասավանդում, sense ասած։ Չէ, հիմա ասեմ, ուրեմն օգնում եմ
օգնում են, որ ավելի լավ հասկանան իրանց գործին, ինչիներին է իրանց պետք լուսանկարչությունը կամ լուսանկարչի աշխատանքը ինչքով օգտելու, որտեղ դասավանդում եմ լրագրողներին եւ գովազդային բաժնին եւ փորձում եմ այսպես ընկերական միջավայրում անընդհատ բացատրել իրանց ինչ է լուսանկարչությունը, որտեղից է գալի եւ ինչ կիրառումներ կա եւ ինչա ձեզ պետք լինելու։ Լինում է, որ ասենք գրեթե ամեն կուրսից ինչ-որ մեկը սկսում է հետաքրքրվել լուսանկարությամբ, հիմա ասենք մոտավորապես, որ ասեմ, մոտ 7 տարի է, որ այնտեղ դասավանդում եմ, ու երևի մոտ 8-9 ուսանողներ, ավելի շատ ուսանողներ, մեկ ուսանող, որ բավականին լրջությամբ զբաղվում են լուսանկարությամբ, դե զուգահեռ երևի իրանց ասենք կան, որ համ լավ գրում են, համ զուգահեռ նկարում են։ Հենց այդ խնդիրը հիմա դարը այնպես է դարձել, եթե դու կարող ես մի քանի կոմպոնենտ իրար հարմարեցնել, որ ասենք բլոգերները ինչ-որ համ նկարում են, վիդեո են անում, ֆոտո են անում եւ այլ, դու ավելի մեծ առավելություն ես ունենում մնացածի հանդեպ։ Դե հիմա գիտեք ոնց է, կարելի է մարդուն նաև գովել, էլի, չէ, ասենք հիմա ինչի բան, օրինակ հիմա դուք ինձ մի անգամ լուսանկարել եք, այսպես ասած ֆոտոսեսիայի եք ինձ ենթարկել եւ մինչեւ հիմա այդ ֆոտոսեսիայի նկարները ես սրբությամբ պահում եմ եւ փոխ դնում եմ իմ Facebook-ում, Instagram-ում, իմեջերում եւ գնահատում եմ ձեր արվեստը, պարզապես առաջերտին որպես լուսանկարիչ, որովհետեւ լուսանկարիչը պետք է ունենա որոշակի գեղարվեստական, գեղագիտական մտածողություն, չէ, եթե ինձ հետ համաձայն կլինեք։ Ինձ թվում է ինքը շատերի մոտ մի քիչ արհեստի հետ է ասոցացվում, բայց ինչ ոնց որ կողմից ուզում ես հարցին մոտենաս, ինքը արհեստ է, չէ, արհեստի արհեստ հասկացություն։ Դեղ ժանրային։ Մեր ընկեր Արթուրն էլ է միշտ ասում էլի, դա ասում է Գևորգի լուսանկարները մեր ժանրային էլի, ասենք, թող ինքը մի անգամ գա նկարի բան էլի եւ այլն։ Ժանրային բաժանումները կան ժանրային բաժանումներ, երբ որ դու մոտենում ես որպես արվեստի գործ, երբ որ դու, այսինքն նկարում ես, օրինակ եթե դիմանկար ես անում, ինչ ձևի ուզում ես դիմանկար, արվեստ է, էլի, փորձում ես այդ տեսակետից մոտենալ, բայց շատ դեպքերում ինչ-որ առարկաների դեպքում արդեն մեկ-մեկ լինում է, որ միշտ չի որ վերաբերես, այս որպես առարկա։ Իհարկե բարդ գովազդային նկարահանումների ժամանակ, երբ որ լույս, գույն եւ այլ տարբեր բաներ ես օգտագործում, ինքը այդ կոմպոզիցիոն խնդիրը նույնիսկ այդ փոքր մի բանի մեջ փորձում ես, ասենք, քո տեսակետը դնել։ Գևորգ, հետևում եք քաղաքական իրադարձություններին, թե ավելի շատ ոչ քաղաքական մարդ եք, էլի ավելի ասենք սպորտով եք հետաքրքրվում, արվեստով, թատրոնով, կինոյով, հեռուստատեսային սերիալներով։ Բացարձակապես հետաքրքրում եմ ամեն ինչով, որտեվ իմ գործս ունեցա իրականությունը քաղաքականացված է, չէ՞։ Շատ քաղաքականացված է, շատ չեմ հետում այդ քաղաքական, ասինքն բաներին, ուղղակի շատ դեպքերում ես ոչ թե հետևում եմ, այլ ներկա եմ լինում։ Շատ բաներին, այդ գործի բերումով այդտեղից ինֆորմացիայի, ասինքն պակաս չունեմ, հետաքրքրվում եմ, բնականաբար սպորտով հետաքրքրվում եմ, որովհետև բավականին շատ ես սպորտային միջոցառումների եմ ներկա լինում, լուսանկարելու հիմնականում, արվեստին օրինակ սիստեմատիկորեն հետևում եմ մեր նկարիչներին, եթե նույնիսկ ինչ-որ մի բանի համարել նկարիչների միությունում ինչ-որ մի միջոցառում ասենք ներկա չլինեմ, ես ուղղակի անցնելուց կմտնեմ, նայեմ ինչ ցուցահանդես կա, որովհետև գեղանկարչությունը հայրականության մեջ բավականին զարգացած է, ինձ հետաքրքրում է։ Հետևում եմ թատրոններին ավելի շատ այս վերջի տարիներին բալետ, օպերա մի քանի տարբեր ներկայացումներ, մի բանը, որից հետ եմ մնացել, դա ժամանակին բավականին ակտիվ մասնակցում ու հետաքրքրում է կինոյով, կինոնկարը, հիմա մի քիչ ավելի փոքր կինոյով հետաքրքրում եմ իհարկե դիտելու տեսակետից, թե ինչ նորություններ կա, կինո նախագիծաններ, դեռ չեն կարել, բայց երևի կանենք հետո, չէ՞։ Ոնց ամեն ճարճեմ ան։ Ամեն ճարճեմ ան։ Ճիշտ է, շատ սարսափելի երիտասարդ ենք դեռ։ Դա միանշանակ է։ Այ ձեր կենսագրության մեջ եղել են կուրիոզային, սկանդալային, անկանխատեսելի պահեր։ Լուսանկարչությունն ու կուրիոզն ու անկախատեսելին դրանք իրար հետ զուգահեռ գնում են։ Լույր եւ եղբայր են։
Այո, առանց դրա չի կարող լինի, տենց օրինակ մի լավ դեպք պատմեք եւ ուրախանանք։ Մի քիչ ակտիվանանք։ Տարբեր նկարների ժամանակ տարբեր բաներ լինում։ Շատ բաներ կա, որ իրանք հետաքրքիր կլինեն, ասենք որ պատմեմ, բայց հիմա ցավոք սրտի չեմ կարող պատմեմ, որտեվ դրանք ինչ որ ժամանակ պիտի անցնի։ Հա, որտեվ ասենք կապված կարող է լինի ինչ որ Սարի նոր, հա։ Չէ, սարի չէ, այլ դեպքը սարի նոր, հա, նու դեպքը անցնի, էլի բավականին անցնի նոր, որտեվ բավականին շատ ես նկարել եմ այս վերջի 10-11 տարին քաղաքական ամենա երկրի առաջի դեմքերին։ Վասկարշավի ժամանակ մի բան մի անգամ լսեցի ձեզ։ Նո, մետը ավելի շատ ոչ թե կուրիոզ է, այլ ավելի շատ սենց ասեմ, ինքը միջոցառում է, Սենց մի բան կա, չգրված օրենք կա, թե գրված օրենք կա, ընդհանրապես երբ որ ինչ-որ մի բան ես նկարում, դու չես խառնվում այդ ինչի որ նկարում ես այդ միջոցառմանը կամ բանը։ Բայց դու խառնվել ես, ես արդեն պրովոկացիան հասունացնում եմ։ Հա, դեպքը Յուրի Ջորկաևը ինչ-որ վազքի մրցաշար էր, մարաթոնային վազքեր Երևանի Հանրապետության հրապարակից ստարտ տվեցին։ Ու որպես կանոն աշխարհում մենք տես բան կա այդ ստարտների մեծ մարաթոնային բաների ժամանակ, տես արտահայտություն կա, ոչ հայեցի է, բայց ինքը տես ասում են դավ կա։ Ճնշում է լինում, ասենք երբ որ առաջի կանգնածները չեն կարող այդ արագության տակ դուրս գան, հետևից էլ գալիս են, ես սկսում եմ մեկը մեկին բանով բրթելով, հրելով իրար վրա գնել։ Հանրապետության հրապարակում sense մի բան եղավ այդ ժամանակ, այդ ստարտի ժամանակ դիմացի շարքը երեխաներ էին, ավելի փոքր էին։ Երեխաներ, պատանիներ, հետո նոր մեծահասակներն են, մեծահասակների արագությունն ավելի մեծ էր, քան ստեն։ Հենց ստարտեն sense ժապավենով ամեն ինչով մի անգամից շուռ եկան ու երբ որ ես բարձացա այդ ժամանակ Armenpress-ում արդեն աշխատում, բարձացա Armenpress, ինձ ասացին, բա ուր է այդ նկարները, որ մեկը մեկի վրա էր շուռ եկել։ Ասի դե ես չեմ նկարել, որովհետև ասին հա որովհետև մենք գիտենք, որովհետև արդեն մնացած գործակալությունները բավականին տարածել են, երբ որ դու մարդ ես հանում մեջից։ Հա, ասին, բայց դու պետք է նկարեիր, չէ՞, ասի դե հիմա դե մեր երեխեքն էին, ասի հիմա մեկը ճզմվել է։ Այդքան լավ բան է կարել ու համեստորեն չէի ուզում դրա մասին խոսել, միջև ես այսքան չասեցի։ Հիմա sense խնդիր կա, օրինակ նույնակերպ կա մի հատ դեպք, որը երկու հոգով մեր հետ պատահեց ապրիլյան քարորյա պատերազմի զոհվածներից մեկի ուղարկավորության ժամանակ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախ հոսանքը զրկվեց եկեղեցին ինչ-որ մի կար ժամանակով, բայց հոսանքը զրկվելու ժամանակ պատվո պահակախմբի 4 զինվոր էր կանգնած, զոհվածի կինն էր, որը լացում էր գլուխը դրած դագաղին, փակ դագաղով էր, բայց զինվորներից տղաներից մեկը սերևիթի չդիմացավ այդ ամեն ինչին, այդ լարվածությունից, մենք զգացինք, որ ես եմ հետը զուգահեռ Արտուր օպերատոր աշխատում ենք, մենք զգացինք, որ տղան հեսա ուշաթափվելու է, ու եթե ինքը ուշաթափվեր, ուղիղ ընկնելու էր հենց դագաղի վրա։ Ու մեր մոտ սես մի առաջ հարց բան եղավ, բռնենք, որտեղ ամենամոտը մենք ենք, թե նկարենք։ Այդ մտքի մեջ ենք, մեկս մեկին էր նայում, ես չգիտեմ ինչի մեխանիկորեն կես քայլ արեցի, որ ավելի մոտենամ, ու այդ պայն հայտնվեց հրամանատարային կողմից ինչ-որ բան նայելու սերևույթի, ես ցույց տվեցի աշկով իրան, ինքը տեսավ, որ իրականում արդեն գույնը թռել է ու այն պահին, երբ որ ինքը պետք է շուռ գար, հրամանատարը գրկեց դուրս հանեց, այստեղ մենք երկուսը դուրս եկանք այդտեղից ու մեր մոտ հարց էր։ Նախ նկարել այդ պահը, եթե նկարենք, պարզա որ այդ զինվորը ինքը այդ կադրից հետո ամբողջ կյանքը այդ պահը հիշելու է, լերիկ չհիշելու է, մի հատ լրը ֆիքսած կա, բայց բանի տեսակետից, երբ որ դու այդ գործի մեջ ես, դու պետք է ֆիքսես ամեն ինչ։ Այդ դրանք լուսանկարության մեջ ամենայն ծանր պահերն են, երբ որ մահանում են օրինակ հայտնի մարդիկ եւ այլ մեծ ուղարկավորություններ են լինում հրաժեշտի, չգիտեմ, օպերային դահլիճում, մարզամերգային համալիրում, կամերային երաժշտության տուններից արվեստի մարդա, քաղաքական մարդա ու
դու գնում ես այդ նկարելու, որտեվ մարդուն ամբողջ դու կյանքում իրան նկարել ես, իր հաջողությունները կամ չգիտեմ, ինչ-որ իր ասուլիսներ կամ իր ելույթներ նայածով է։ Ու դու այդ վերջի հրաժեշտնել ես նկարում, բայց ամենավատ դրության մեջ դու համ քեզ ես զգում, համ զգում ես, որ մարդիկ էլ է որ նայում են դու։ Նրանք այդտեղ վիշտ է, բարձա, նախ եւ առաջ դու էլ ես այդ վշտի ցավակցում, այդ մարդկանց ասում։ Ու հասկանում ես, բայց դու եկել ես գործ, էլի դու պիտի նկարես, որովհետեւ տարիներ հետո ինքը այդ ամբողջ ինքը արխիվա պատմություն է, որը նույնիսկ ամենապարզ բաներից մեկը, որը կիրառվում է էլի այդ բանին։ Օրինակ նույն երկրաշարժի ժամանակ ամենախոշոր արխիվներից մեկը, որ ունի, Armen Press-ինն է, նրանք ամբողջ ընթացքը նկարել է Armen Press-ը։ Ու հիմա նույնիսկ այս վերջերում ֆիլմ դուրս եկավ սպիտակ եւ այլ, ամբողջ դեկորացիան հիմնված է Armen Press-ի արխիվի լուսանկարների վրա։ Գրեթե 90%, այսինքն եթե այն ժամանակ չաշխատեին այդ մարդիկ, այլ ուղղակի գնային ինչ-որ մի բան անեին, մենք շատ բաներ չէինք իմանա, օրինակ, չգիտեմ, որ, չգիտեմ, ֆրանսիացի փրկարարներ են եկել, ռուս փրկարարներ են եկել, չգիտեմ, նիդերլանդցի ինչ-որ մարդ է եկել շնով, չէ՞ որ այդ մարդկանց էլ ինչ-որ մի ձևի այդ աշխատանքը։ Այն դեպքում ձեր աշխատանքը բացի ուրախ կողմերից, պիտի խոստովանել, չէ, ունի նաև մի քիչ տխուր կողմեր, չէ։ Հա, դե ուրախ կողմերից օրինակ տխուր բաների մասին խոսեցինք։ Հա, ուրախ կողմերից, այսինքն sense բան է, բոլորը վարդը են խաղում։ Եվ դուք նկարում եք, հա։ Մենք նկարում ենք ու մենակ ջրվում ենք, որովհետև մենք էլ նույնիսկ մեր ձեռքում տեղ չկա։ Ես մի անգամ ձեզ հետ միասին բախտ եմ ունեցել, կներեք ներկա լինել մեր ազգային հավաքականի ֆուտբոլային խաղերից մեկում, միշտ ուզեցել եմ, երբ որ ձեզ հետ հանդիպել, այդ դրա մասին խոսենք, էլի, ես հետևել եմ, դուք ինչ այսպես լարվածությամբ եք հետևում իրադարձություններին եւ ոնց եք փորձում այդ իրադարձությունները որպես լուսանկարիչ ֆիքսել։ Եվ այդ խաղում ցավոք սրտի մենք պարտվեցինք, բայց լավ խաղացինք։ Եվ միակ գոլն էլ Հայաստան-Բելարուս խաղն էր, եւ միակ գոլն էլ խփեց անմոռանալի Յուրամ Օվսիսյանը, մեր հարձակվողը։ Այսինքն ինքն էլ չխփեց, պաս տվեց, եւ հակառակորդի ֆուտբոլիստը պարզորեն ինքնագոլի հեղինակ դարձավ, բայց ես հետևում եմ եւ շատ դինամիկ եւ դրա համար ինչի ասեցի, ժամանակը ժապավենի վրա դուք ֆիքսում եք, եթե կհամաձայնվեք մասնագիտական ու խորքային իմաստով, ժամանակը ժապավենի վրա եւ իմ կարծիքով ձեր աշխատանքը շատ կարեւոր աշխատանք է։ Ֆիքսվող աշխատանքը դու կարողանում եք պատմությունը ֆիքսել։ Եվ ինչու՞ չէ, այո, ճիշտ ասեցիք, որ նաեւ պատմաբան եք, յուրահատուկ պատմաբաններ եք, այսինքն պատմությունը տարեգրում եք։ Պատմությունը ֆիքսում։ Ավելի շատ ժամանակագրեր են, քան պատմաբաններ, որտեվ մի քիչ ես այդ մասնագիտության ավելի լուրջ են վերաբերվում, պատմաբանեն, դրա համար ուրիշ բան է պետք ուսումնասիրել, լուսանկարչության համար մի փոքր ավելի ուրիշ բան է պետք ուսումնասիրել։ Հա, իդեպ ասեմ, հիմա մի հետաքրքիր մի բան էլ են նախորդ հարցերից, բնականաբար արդեն ժապավեն չկա այդ քիմիական նյութերը, որոնց երևակում է, ջրի մեջ եւ այլ այդ ամեն ինչը, հա, չնայած ջայել ենք, բայց հիշում ենք, էլի որոշ բաներ։ Ինքը նպաստում է, որ այդ լուսանկարչությունը ավելի գնալով թեթևանում է, ունես համակարգիչ, դրա մեր աղջիկները շատ են գալիս, որտեվ այդ քիմիական նյութերն էլա դուրս եկել, քեզ պետք չէ առանձին մուտսենյակ, չգիտեմ, այսինքն ամեն ինչը գնում է նրան, իսկ հիմա չասեմ հեռախոսները, որ ընդհանրապես արդեն գրեթե որ բաց էինք թողել 10-ից 9 արդեն լուսանկարում է, 10-ից 8 մտածում է, որ ինքը ավելի լավ կարա լուսանկարի, քան ցանկացած լուսանկարիչ, որտեղ իր հեռախոսը լավն առանց հասկանալու են խնդիրները, որը դու լուսանկարչական ապարատով ես սարքնա քո ձեռքի, ինչ խնդիր ես լուծում, դե հեռախոսով ինչ խնդիրներ է լուծվում, ինչի համար եւ ինչ է մնալու։ Ցավոք սրտի հիմա էլ արդեն դեռևս ցավոք սրտի, որովհետեւ վստահ եմ, որ մի փոքր կանցնի այս AI-ի արհեստական բանականությունը մտավ։ Նաշ դու բավականին
գեներաստում։ Ինչ եմ ասում խփելու, այդ արհեստական հիմա մի փոքր նեղություն է տալիս, թեմա բերեց։ Հիմա մի փոքր նեղություն տալիս է գովազդային նկարանումների տեսակետից, ավելի պակասել են, որտեղ շատ AI-ով շատ են փորձում արհեստական բառակացություն։ Մասնագիտության կարիքը չլինի։ Մտածեք, փոխեք մասնագիտությանը, իրականում դառնաք պատմաբան։ Արդեն ասեմ, մոտս 1 տարվա ժամանակահատվածում դիտարկելով արդեն նորից շատ մարդիկ, որոնք այն սկզբնական փուլում նկարում էին, արհեստական բանականություն են օգտագործել, հիմա նորից հասկանում են եւ նորից մեկ-մեկ վերադառնում են բաներ լուսանկարիչների օգնությանը, որտեվ կա բաներ, որ միշտ չի որ կարաս, այսինքն միշտ ճիշտ չի որ արհեստական ինտելեկտն անի, էլի, բանականությունը։ Դրա համար հրապարակ ասում։ Դա որտեվ ձեր գործին չեն խփելու այդքան։ Գևորգ, դու տեղ ընտանիք, գիտեմ, շատ լավ ընտանիք ունեք, բարք ասու, Աստված պահապան ձեր ընտանիքին։ Ընտանիքը օգնում է ձեր գործին, թե ասենք մեկ-մեկ դե երեխեքը խանգարում են, բժշկում են, բզում են, չեն թողնում որ հանգիստ, գիտե որ մասնավոր գործեր էլ եք անում, չէ՞, այսպես ձեր ինչպես ասում։ Ճիշտ ասած արդեն Դա պետք է ասեի, հարսանիք բան նկարում եք, թե չէ, որ մի քիչ ավելի այսօր։ Լուսանկարիչները 1000 գործ են բռնում։ Այսինքն ինչ լինում է Չէ, մի քանի տարի առաջ փորձեր ունեցել եմ մի քանի հարսանեկան արարողությունների, 1-2 նշանդրեք։ Հետաքրքիր գործ է դա։ Ինքը հետաքրքիր ժանր է, առանձին մի ուղղվածություն արդեն։ Արդեն մի ինչ որ առանձին ուղղվածություն է արարողությունները, բայց ոնց որ գտա որ իմը չի։ Ես ավելի շատ դոկումենտալ լուսանկարման մեջ եմ հիմա բանանում, այսինքն ավելի շատ ուղղվածությունս այդ կողմն է։ Եվ դեպի պատմություն գնացիք։ Չէ, ուղղակի զուտ մի քիչ նայեք դոկումենտալի մեջ ավելի շատ ֆիքսում ես այն ինչը որ կա։ Հարսանեկան արարողության մեջ կա բան ոսկե ստանդարտ։ Դու դինես նկարես որ հարսը սիրուն էլի, մնացած արդեն կապ չունի։ Հարսը հավանես ուրեմն ստացվում է այդ բանը գովազդ ենք ձեզ մեր ալիքով ասենք, եթե ձեր մոտ հարսին միշտ սիրուն եք անում ու փեսուն նաև մյուսների։ Չէ, ավելի շատ ոչ թե գովազդ ենք, դիմեք Գևորգ Պերկոպերկյանին։ Չէ, ես հարսանեկան արարողություններ ֆիզիկապես էլ չեմ կարող նկարեմ ժամանակի առումով, բայց եթե այտենց դիմելու խնդիր կա, նրանք ովքեր ուզում են, այսինքն հարսանեկական արարողության լուսանկարիչման կար, նայեք այդ լուսանկարիչը մնացած հարսների ոնց է նկարել, թե ձեր դուրը գալիս որ կարելի է դիմել, եթե չէ, ոչ թե ինձ, այլ ուրիշ լույս։ Բավականին ինքը չէ, այս դեպքում ձեզ գովազդենք, թող ձեզ դիմեն։ Չէ, բավականին ինքը բան ժանր է, լավ ժանր է, կան մի քանի խմբեր կան լավ լուսանկարիչներ, որոնք բավականին լավ աշխատում են, ես հետևում եմ, իմ դուրս գալիս է, որ կան այդ ժանրի մեջ խորացած մարդիկ, որոնք հետաքրքիր գործեր են անում։ Արտասահմանում հաճախակի եք լինում։ Այ արտասահմանում այս լուսանկարչական ձեր մասնագիտական աշխատանքի փորձը հաշվի առնելով, այլ ինչ եք տեսնում այնտեղ, որ կա, որ Հայաստանում չկա, եւ ինչ այնտեղից կբերեիք այստեղ, եւ ինչ որ միտեղ հակառակն էլ ասենք, էլի Հայաստանում կա, այնտեղ գուցե չկա։ Ինչ կուզենայիք Հայաստանից էլ գնար այնտեղ։ Նախ ասեմ, ասես մի բան կա, որ նկատել եմ, Հայաստանում լուսանկարիչները ոչինչով չեն զիջում մեր դրսի գործընկերներին։ Ես նկատում եմ մասնագիտական որակները։ Շատ տարբեր երկրներում եղել եմ, նայել եմ, ասինքն ինչ ենք մեկ նկարել, ինչ ենք իրանք նկարել, վերջն արդյունքները չեն զիջում։ Մի տարբերություն կա, մենք մեկ արդեն հիմա այդքանը չէ, տեխնիկապես ենք զիջում։ Նրանք հնարավորություն ունեն ավելի շատ եւ ավելի արագ նոր տեխնիկան ձեռք բերելու։ Այնտեղ արդեն բնականաբար այդ ֆինանսական խնդիրների այդ մեծությունն է։ Ինչը կբերեի, ինչը կցանկանայի, որ լիներ Հայաստանում, օրինակ բերեմ ավելի, քանի որ ես շատ արտասահմանում արարողակարգերի մեջ եմ լինում նկարանների, այս կցանկանայի, որ այդ արարողակարգի հետ կուլտուրան ավելի շատ մեր մոտ ներդրվեր, քաղաքական պետական արարողակարգերի, ոչ միայն պետական արարողակարգերի, այլ նույնիսկ այդ հասարակ, ասենք, չգիտեմ, այդ թատրոնի մուտքը, ճիշտ լուսավորությունը, ճիշտ անկյունը, օրինակ ամենավերջի օրինակը բերեմ, ամենաթարմ, որ ընդհանրապես դեկտեմբեր ամսին Բերլինում Ֆրիդրիխ Մերցը, որ ընդունեց Նիկոլ Փաշինյանին, ես
նայեցի ոնց է կազմակերպած այդ ամբողջ արարողությունը ու ինչ դիրքում են ուղղակի կար նստարան որտեղ վրան գրած է լուսանկարիչներ նստեցինք ու ես իմ նստած տեղից չեմ շարժվել բայց որևէ արարողության որևէ բան բաց չեմ թողել որովհետև իրանք ամեն ինչը նենց էին կազմակերպել որ դու քո տեղից ունենաս ամբողջ բանը ու դա մենակ բնորոշ չի Գերմանիային, այլ ասենք այդ նույն կերպ եղել է Մոսկվայում, նույն կերպ եղել է Ֆրանսիայում, ասենք այդ երկրներում բավականին բան։ Այ մեր նման երկրներում այ մեկ-մեկ պետք է շարժվես, որ այ մի բանն էլ կարողանաս նկարես, ինչի համար, որովհետև նրանց մոտ այդ ավանդույթները մի փոքր երևի դու կայսրական պետությունները այնտեղից է գալիս, մեր մոտ նոր է, եւ մեր մոտ այդ խոչընդոտների որ ասենք կա բաներ, որոնք կամաց ինքը տենց ոնց որ առաջ է գնում, այն որ մեկ-մեկ ընկերական խոսալով, մեկ-մեկ համոզելով, մեկ-մեկ բան դες գնում է, ասենք խոսքը չի վերաբերում մենակ պետական արարողակարգին, այն նույնիսկ սովորական, ասենք, երբ որ մտնում ես ինչ-որ ներկայացում նկարելու, այդ նույնիսկ այդ կուլտուրան, իդեպ ասեմ դա երկուստեղ է, այսինքն ոչ թե մենակ մի կողմն է, այլ լուսանկարիչների խնդիրն է կա, այսինքն շատերը նույնիսկ իրաց չգիտեն իրանք ինչպես պահեն իրանց այդտեղ օրինակ կարող է մտնեն սիմֆոնիկ համերգին ժամանակ առանց նայելու երաժշտությունը պիանո է բարձր թե ցածր տոնայնությունը իրանք ուղղակի նկարեն դուրս գան իսկ չեն սպասի երբ որ մի քիչ տոնայնությունը բարձրանա երբ որ հիմա փառք Աստծո նոր տեխնիկան արդեն անձայն է աշխատում բայց առաջ այդ փակաղակի աշխատանքը իրականում խանգարում է թե նստածներին թե ասինքն երաժիշտներին կամ չգիտեմ երգիչներին հիմա արդեն որ մի քիչ անձայն աշխատում ուղղակի տենց մտնում են ուղղակի նկարում դուրս են գալի չեն հասկանում որ պետք չէ այդտեղ կանգնել պետք է մի քիչ նստած լինել որտեղ հետևը կա մարդ որը գնել է տոմս որ նստած նայում է որ ուզում է չփակես իր դեմը առաջ տեսարանը բաց մնա նույնը կան կանոններ որը նույն ֆուտբոլի նկարների ժամանակ օրինակ հիմա գրեթե միշտ կա հետդ ունենաս աթոռ որի վրա նստես այդ գովազդային վահանակների հետևից նկարես քեզ հատկացված տեղից դրանք բաներ են փոքր կարգեր են որոնք թույլ են տալի քեզ աշխատել որ քեզ չխանգարեն եւ դու չխանգարես ոչ հանդիսատեսին ոչ մնացած բաներին հասկանալի է այդ կարգը մի քիչ պետք կարգն է պետք էլի որ թող մեր այդ ինչը որ տեղին է թող լինի Հայաստանում, որը չկա Հայաստանում, ճիշտ եք ասում։ Եվ մեր եթերի առանձնահատկությունից ելնելով մեր այսօրվա թողարկման ավարտին երկու խոսքով, եթե կարելի է հակիրճ, ձեր ուղերձը այն երիտասարդներին, չնայած դուք երիտասարդ եք, եւ ես եմ երիտասարդ, որոնք նոր մուտք են գործում լուսանկար, մեզ հույս տանք, նոր ուզում են մուտք գործել լուսանկարչության ոլորտ, այ որպես արդեն մի քիչ նրանցից ավակ, մի քանի օրով մեծ էլի իրենցից ինչ խորհուրդ կտաք։ Այդ որ ուղերձ ասում եք մի քիչ խորհուրդ, ուղերձը դա մի քիչ շատ պաշտոնական երևի ասեցի, խորհուրդ, ընկերական խորհուրդ, մանավանդ որ ջահել եք էլի ասեցի։ Առաջի բաներից մեկը որ հիմա այլ ժապավենով չեն նկարում, այլ թվային է ամբողջը։ Չալարեն ու զբաղից բուն իմաստով էլի, չալարեն մի քիչ շատ նկարեն ու շատ փորձեն։ Այո։ Որ ձեռները բացվի, որ աշկտեն, երկրորդը օրինակ շատ ասինքն մեր մոտ sense Armenpress-ում sense մի բան կա, որ մենք եթե ինչ-որ մեկս մի բան է նկարում, մենք բոլորս էլ նայում ենք, քննարկում ենք մեկ-մեկ այդ բանը, ինչի համար է դա, որովհետև երբ որ չէ որ շատ բաներ դուք մեր աչքով եք տեսնում։ Շատ իրադարձություններ։ Դրա համար մենք մեր միտքն ու աչքը պետք է անդադ վարժեցնենք, ավելի կատարելագործենք, որ մենք ավելի ճիշտը մատուցենք, ավելի սիրունը կամ ավելի, չգիտեմ, էսթետիկը մատուցենք, այդ մի բանը, որ չկանգնեն, որ, չգիտեմ, ինքը, ասենք, եթե նկարելա 6 լուսանկար, որից 3-ը լավն է եւ հավանելա մայրիկը, իրանց հարևան, չգիտեմ, որ ասում սիրուշ տոտան, ու մեկ էլ ինչ-որ մի հատ գուրգեն հոպար։ Իրանք մտածեն, որ այդ 3 հետը ասել են, «Ո՞ր ինչ լավ աշկ ունես»,
ստոպ էդի արդեն վերջ իրանք Ուրեմն գնա գալիս եմ, իրանցից են կողմ էլ աշխարհ չկա։ Եթե հանգարց լուսանկարության մեջ ասենց ինչ որ ակնթարթ չկատարելագործվեց, չփորձես հետևես տեխնիկական նորություններին, նոր ժանրերին, նոր ոճերին, դու միանգամից հետ ես մնում, դառնում ես խաղից դուրս ես մնում։ Խաղից դուրս, այո։ Գևորգ, շնորհակալություն, ձեզ ցանկանում եմ մեծ ստեղծագործական հաջողություններ եւ ինչպես ասում են, մեր տաղավարում մեր հանդիպումը առաջինը լինի, բայց վերջինը չլինի։ Սիրով, եթե sense abstract թեմաներից չխոսենք, կարելի է լուսանկարության մեջ ավելի մասնագիտական բաներից տակ լավ։ Խորհուրդների տեսակետից որ դիմում եք, ասում եք հարսանեկան լուսանը, չէ, այ խորհուրդները այդպես շատ է լինում, որ դիմում են ինչ բաներից, հարցնել ընդհանրապես ամոթ չի, պետքա հարցնել, հետաքրքրվել, օրինակ, թե ես, թե իմ գործընկերները միշտ էլ պատրաստ ենք ինչ-որ բանով օգնել, մանավանդ սկսնակներին, շատ է լինում, որ այդպես լինում է, որ մեր երեխենա նոր սկսել են նկարել, մի երկու բան ասեք, սենց կամ ինչ տեխնիկա առնենք եւ այլ, ճիշտ է, ճիշտ ավելի լավ է հարցնել, մենք ոչ մի անգամ բան չենք անում, ես չեմ վախենում, ինձ ասում են ինչ ես սովորացնում, որտեվ քեզ մրցակից են լինում, ընդհանրապես դրանից չեմ վախենում, ինչքան շատ նկարեն, ինչքան շատ լինի գեղեցիկ, այդքան ես կձգտեմ, որ հետ չմնա մեկ ամենից։ Մրցակցությունը ինչքան շատ լինի, այնքան լավ։ Այդ մրցակցությունը բերելու է։ Եթե ես լավն եմ, կգտնեմ իմ տեղը, եթե ես լավը չեմ, քիչ էլ լինեն մեկ այլի մնալու եմ այդ մակարդակի։ Դրա համար պետք է անդադ կատարելագործվել, չվախենալ դիտել ֆիլմեր, որոնք գեղեցիկ ունեն այդ լույսային, գունային, չգիտեմ, կոմպոզիցիոն, էքսպոզիցիոն խնդիրներ դրված, նայել ֆիլմը ոչ միայն, ասենքն այն տեսակետից, որ ֆիլմ ես նայում, այլ փորձես մտքիդ մեջ վերլուծել, թե ինչ տեխնիկական խնդիրներ են դրել եւ ինչ ոնց են ստացել այդ կադրը։ Թերթել կամ ինտերնետում կամ Facebook-ում, չգիտեմ, այնտեղ հիմա ավելի շատ Instagram կամ կան արդեն հազարավոր կայքեր լուսանկարչության հետ կապված, թերթել, անընդհատ նայել, անընդհատ ձեռքի տակ անցկացնել, ինչ նորություններ կան, ոնց էս մեկի մոտ էսի ստացվեց, ինչի մոտ չի ստացվի, փորձել անկախ նրանից դու ունես մեծ ստուդիա, թե ուղղակի կարաս պատուհանի ես երկու վարակույրը բերես, փակես եւ մի հատ լույսի շոու ստանաս, պետքա փորձել, պետքա անել, պետքա նկարել, որտեվ լուսանկարչությունը ինքը շատ տեսական չի, ավելի շատ պրակտիկա, պրակտիկա, նկարեք, մեկ էլ մի ջնջեք ձեր նկարները, պահեք, որովհետև այն ինչը, որ դուք այսօր նկարել եք, 10 տարի հետո ինքը բավականին հետաքրքիր, պատմական աստալիներ։ Այո, էլի եկանք դեպի պատմություն։ Շնորհակալություն Գևորգ։ Սիրելի բարեկամներ, մեր զրուցակիցն էր Armen Press պետական լրատվական գործակալության ֆոտոյի եւ վիդեոյի բաժնի խմբագիր, լուսանկարիչ Գևորգ Պերկուպերկյանը եւ խնդրում եմ ձեզ կրկին սեղմել զանգակոճակը, խոսքս վերաբերում է այն մեր հարգարժան ունկնդիրներին, ովքեր հետևում են, բայց դեռ հանգամանքների բերումով չեն հասցրել բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, սեղմել զանգակոճակը, բաժանորդագրվել մեր ալիքին, որի համար հայտնում եմ իմ շնորհակալությունը։ Շնորհակալություն, այսօր այսքանը, կհանդիպենք բարեկամներ։